Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային անվտանգության եւ ռազմավարական հարցերի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ։ Ողջույն, պարոն Արզումանյան։ Բարև ձեզ, Գայանե։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ այդ ժամանակը տրամադրել եք այժմ մեզ։ Շնորհակալություն շատ։ Հայաստանը չկար Եվրամիության պոտենցիալ անդամների ցուցակում 3 այդ ցուցակը հրապարակվեց, որը 2030 թվականին Եվրամիությունը պատրաստվում է կամ պատրաստ է ընդունել այս եւ այն երկրներին։ Ուկրաինային ընդհանրապես ասում են, որ մինչև 2025 թվականը կարող են արդեն անդամակցության հարցը սկսել քննարկել։ Ինչու Հայաստանը չկար։ Դա պարզապես Հայաստանը կա պատասխան, գուցե Հայաստանը չի դիմել, իսկ գուցե Հայաստանը դեռևս պատրաստ չէ, համարում են Եվրամիությունում։ Հիմնական հարցը քաղաքական է իմ կարծիքով, որովհետև Հայաստանի իշխանությունները արդիական այսօր որ մենք ունենք, իրանց քաղաքականությունը եւ ռազմավարությունը չի համապատասխանում դեկլարացիաների։ Այո, պարլամենտը ընդունել է օրենք դեպի Եվրոպական միություն, բայց մյուս կողմից իշխանությունները դիմում են Շանհայի կազմակերպչության փոխգործակցության կազմակերպության մտնելու մասին, ուզում են մտնեն BRICS, հայտարարել են դրա մասին։ Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմական դաշնակից, մնում է Եվրազիայի անդամ, ուրիշ դաշինքի անդամ։ Եթե դու ուզում ես մտնես Եվրամիություն, դու առաջինը պիտի փակես քո հարաբերությունները եվրասիական ճամբարում, եվրասիական տարածքում եւ հետո կունենաս շանս մտնել Եվրոպական միություն։ Դու չես կարող լինես եւ Եվրազիայում եւ Եվրոպական միությունում։ Եվ եթե դու պատրաստում ես մտնել Եվրոպական միություն, դու պիտի անցնես ճանապարհ, դու երկիրը, հասարակությունը, տնտեսությունը պիտի պատրաստես այդ քայլին։ Մենք պատրաստ չենք դրան, բայց հիմնական խնդրեմը քաղաքական են։ Հայաստանը որպես պետություն լուրջ չի այդ հարցի վերաբերվում։ Դրա համար հարցը բնական է, որ այսպես լուծում է այսօր ցավոք սրտի ինձ համար։ Դե արդեն բոլորը գիտեն, որ ղազախական ցորենը եկավ Ադրբեջանի տարածքով Վրաստանի, Ադրբեջանի տարածքով Հայաստան եւ ռուսական ցորենը, Ռուսաստանից ցորենը եկավ եւ այսօր արդեն մենք լսում ենք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ անգամ Չինաստանից ինչ որ բեռներ կարող են ուղղել այդ ճանապարհով դեպի Հայաստան, Ադրբեջանի ճանապարհով, երկաթգծով, բեռնաթափելով այդ Լարսի ուրեմն ճանապարհը։ Չեք կարծում արդյոք, որ սա դրական կողմը եկեք դիտարկենք եւ երկրորդը, սա ավելի է խորացնում ԵԱՏՄ-ում Հայաստանի կապերը, ավելի է այսպես ոտքերը կապում Հայաստանի։ Չեմ ասել որ ավելի է կապում, այնքան մենք այսօր ենք կապված, դրանից շատ կապերը բավականին դժվար է։ Մենք արդեն երկու ոտքով կապված ենք եվրասիական տարածքի հետ։ Մի հատ թել ավելացնել, պակասացնել, այստեղ մեծ խնդիր չի լուծում։ Ուղղակի այստեղ ուրիշ խնդրեմ կա, որովհետև այո, տեղի ունեցել առաջի փոխադրումը տեղի ունեցավ, բայց այդ փոխադրման տակ չկա որևէ պայմանագրություն։ Դրա տակ չկան լուրջ պայմանավորվածություններ, որոշումներ, շրջանակային փաստաթղթեր, որը կձևավորեն ման փոխադրումները։ Կա երկու ավտորիտար երկրների ղեկավարներ, Իլհամ Ալիև եւ Պուտինը, որը թույլ են տվել, որ անցնի։ Այսօր թույլ են տվել ելնելով ինչ որ նպատակներից, իրենց անձնական ազգային շահերից ելնելով, վաղը կփակեն։ Դա ներկայացնեն որպես մեծ նվաճում կամ ինչ որ ճեղքում պետք չէ նորից խաբել հայկական հասարակության, մեր հասարակությունը վատ վիճակում է հոգեբանական եւ այլը, պետք չէ հույս տալ, որը չկա։ Դա ընդամենը երկու ավտորիտար երկրների առաջնորդների ցանկությունն է։ Դրա տակ չկա լուրջ պայմանավորվածություն, որի վրա դու կարող ես կառուցել երկարաժամկետ խնդիրներ դնես եւ լուծես։ Մինչեւ չես լուծել մնացած խնդիրները, դրա մասին խոսել պետք չէ։ Ինձ ավելի հետաքրքրում է ոչ թե Ադրբեջանի Եվրասիայի հետ մեր կապերը, ոնց է մեզ տանում բլոկադան Թուրքիայի հետ։ Ինձ հետաքրքրում է Հայաստանը ոնց է ստանում ճանապարհներ դեպի Մերձավոր Արևելք, դեպի Եվրոպա,
Թուրքիայի տարածքով, ոնց ենք մենք դուրս գալիս են բլոկադայից, որի մեջ մենք 91 թվականից ենք։ Դրա մասին որոշ մեկը չի խոսում։ Հայկական կողմը վարչապետը խոսում է հայ-ադրբեջանական բլոկադայի հանման եւ մնացած հարցերի շուրջ։ Դա ինչ չի հետաքրում ներեցեք։ Դա լոկալ խնդիր։ Առաջընթաց չունենք։ Դաժե եթե առաջացածին դա լոկալ խնդիր է հայ-ադրբեջանական հարաբերությունների։ Ինձ հետաքրում է ոնց է Հայաստանը դուրս գալիս տարածաշրջանային բլոկադայից։ Այդ հարցերի մասին հայկական կողմը չի խոսում։ Այդ հարցերի մասին Թուրքիան չի խոսում։ Մինչև այսօր Թուրքիան ոչ մի ծպուտ չի արել տրիպի շրջանակի մեջ, հայտարարված շրջանակի մեջ Թուրքիան ոնց է վարելու իր քաղաքականությունը։ Արդյոք Թուրքիան բարձրի իր նավահանգիստները, իր լոգիստիկական ցանցը հայկական բեռների համար, հայկական տնտեսության աշխատելու համար։ Դրա մասին ոչ մեկը չի խոսում։ Բայց եթե այդ լուծումը չկա, եթե մենք դուք չի գալիս ռեգիոնալ բլոկադայից, մնացածը տրիպի նշանակությունը ինձ համար դառնում է 0, չակետներում 0։ Մենք ոչ մի բան չեք շահում, եթե մենք մնալու ենք բլոկադայի մեջ։ Կախված եք լինելու Թուրքիայից, կախված եք լինելու Ռուսաստանից այս հարցերի շուրջ։ Հասկանում եք, այդ հարցերը, բայց Թուրքիայի որոշման վրա կարող է ազդել աշխարհակաղակական կենտրոնները, Միացյալ Նահանգները, ասենք։ Եվրոպական միությունը կարող է մի քիչ ազդել։ Ես չեմ տեսնում քայլեր, որը կասենից դրա մասին, որ մենք այդ ճանապարհով սկսում ենք գնալ եւ Թուրքիան պատրաստ է բացել սահմանները։ Մինչեւ Թուրքիան չի բացում, չի համաձայնում սահմանների բացումը, մինչեւ մենք դա չեք հաստատում, ձևավորում շրջանակային փաստաթղթերի մեջ, մենք ունենք լոկ Թրամփի խոսքերը եւ ստորագրությունը։ Իսկ այսօր Թրամփի խոսքերին հավատալ կամ Թրամփի խոսքերի հետ մեծ երաշխիքներ կապել, դա սխալ կլինի։ Մենք գիտենք բոլորս Թրամփը ինչքան շուտ կարող է փոխել իր գնահատականները եւ խոսքերը Ուկրաինայի շուրջ 5-6 անգամ Թրամփը մի տարվա ընթացքում փոխել է դիրքորոշումները։ Դրա համար ես ուզում եմ տեսնել համակարգային լուծումներ, ցավոք սրտի նման լուծումներ չկան իմ կարծիքով։ Այսինքն այս նույն ղազախական ծորենի ներմուծումը, այս դրվագները, սրանք բնավ բարի կամք չէ Ադրբեջանի, դուք համարում եք սա ինչ որ հաշվարկ է։ Բարի կամք է, հաշվարկ է, չակետներում էմոցիա է, տեսեք Թրամփը ոնց է աշխատում, ավտորիտար տարածքները ունեն այդ խասյաթը, իրանց մոտ տարանջատել ազգային շահերը իրանց անձնական շահերից, անձնական մոտեցումներից շատ դժվար է եւ պետք չի։ Հիմնականը Հայաստանի համար դու չես կարող կառուցել քաղաքականություն, ռազմավարություն նման պայմաններում։ Այսօր Իլհամ Ալիևը թույլ է տալիս մի ամսուց հետո, մի տարուց հետո փակում են։ Ամբողջ խնդիրը այն է, որ դուք նույնպես նշեցիք, որ սա միայն Իլհամ Ալիևը չի բացում, Ռուսաստանի հետ միասին սա ինչ որ պրոյեկտ է, ակցիա է, որը կատարվում է Ադրբեջան-Ռուսաստան համաձայնությամբ եւ կարելի ասել, այո, նախաձեռնությամբ։ Նախաձեռնություն այստեղ ոչ մի բան չի փոխվել Գայանե։ Մենք ունեցել ենք 3 գումարած 3 ֆորմատ, որտեղ Հայաստանին պարտադրել ինչ որ քայլ է, որպես Արցախի աղետից հետո, երկրորդ Արցախյան արշավից հետո, այնտեղ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը Իրանի հետ համաձայնության Հայաստանի դիմաց դրել են պահանջներ, որ մենք ստիպված ենք կատարել։ Հիմա նույն ուժային կենտրոնները առանց Իրանին է, բայց Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը համաձայնության անում են որևէ քայլեր, ինչ որ քայլեր։ Ելներով իրենց ազգային շահերից բացել են, վաղը կարող է փակեն։ Բայց մենք մեր ազգային շահերն, Միացյալ Նահանգները հայտարարել են, որ նրանք պատրաստ են տնտեսական, տրանսպորտային լուծումներով մտնել Հայաստան։ Հայաստանի ձեռքին, իշխանությունների ձեռքին կա ինչ որ գործիք կամ ինչ որ բան պետք է անի Հայաստանի իշխանությունը, որը չի անում, թե Հայաստանի իշխանությունը պետք է նստեն եւ սպասեն Միացյալ Նահանգների հերթական քայլը։ Ոչ, դու իրավունք չունես, ժամանակ չունես եւ հնարավորություն չունես սպասել։ Դու թույլ ես պատերազմից հետո, պարտված պատերազմից դու թույլ ես։ Դու պիտի քայլեր անես եւ դու պիտի օգտագործես Թրամփի խոսքերը եւ ստորագրությունը 3 տարի աստվածա Թրամփը մնա իշխանության, այդ 3 տարում դու խոսքերից եւ դեկլարացիաներից պիտի անցնես պրոյեկտին։ Դու պիտի նախագիծ պատրաստես, ոնց է տրիպը աշխատելու։
բայց այդտեղ մեծ լուրջ խնդիրներ կան, որտեղ Տրիպոլիներով համաշխարհային գլոբալ պրոյեկտ, չինանով որ փոքր է, պարտադրում է որ Հայաստանը ունի նախագիծ, որտեղ բոլոր շերտերում, որտեղ այդ պրոյեկտը իրականացնում է, դու ձևավորած ես կոմոտեցում։ Ոնց է տեսնում տնտեսական ոլորտը, ինչքան է Հայաստանի բյուջեն ստանում այդ տրանզիտային աշխատանքներից, ֆինանսական ոնց է ապահովելու ֆինանսները, կոմունիկացիաները, լոգիստիկան ոնց են աշխատելու, ոնց են կազմակերպելու, անվտանգության երաշխիքները Հայաստանին ու ադալիս, որ այդ աշխատանքանի ինքնաիշխանության մասին չեք խոսում, դա խորքային այդտեղ որոշումը կա, հայտարարված է առնվազն։ Տարածաշրջանային ոլորտում, ասպարեզում այստեղ ուժային կենտրոնների շահերն են բախվելու այդ խաչմերուկում, որը ստեղծվում է։ Իրանց շահերը ոնց ես գնահատում, ոնց ես հաշվի առնելու, աշխարհաքաղաքական ասպարեզում ուժային կենտրոնների Չինաստանի, Միացյալ Նահանգների, Մերձավոր Արևելքի մենապետությունների շահերը, Եվրոպայի շահերը, դա պարտադրում է աշխատանք։ Դու պետք է վարորդես այդ կոնցեպտուալ մոդելները, դու պետք է հաշվարկները տանես եւ պատրաստես փաթեթ, նախագծի փաթեթ։ Եվ այդ փաթեթը համաձայնեցնես բոլոր ուժային կենտրոնների շահագրգռված կողմերի հետ։ Դա ահրելի մեծ աշխատանք է Գայանը։ Ոնց է ֆինանսավորումը կատարելու է, գործիքները ոնց են, լոգիստիկան ոնց է կազմակերպելու, ման միջազգային լոգիստիկան կազմակերպելը բարդ խնդիր է։ Ով կարող է քեզ դա այդ խնդիրները օգնի։ Արդյոք դու կարողանալու հայկական սփյուռքի ներուժը գրավել եւ խնդիրները լուծել, թե ստիպվածեցնելու միջազգային լոգիստիկական կամպանիաներին խնդրել գումար տալ, որ իրենք պատրաստեն քեզ համար նախագիծ։ Այսինքն դա բոլոր հարցերը, որ դուք Այդ բոլոր շոտ են, հա։ Մուշ չեն, ուղղակի չեն տեսնում այդ խնդիրները բարձրացնում են Հայաստանում։ Հայաստանում նախընտրական այդ բոլորի փսիխոզի մեջ փսիխոզ չկա, բայց շատ մոտիկ է այդ էմոցիաների մեջ, բոլորը խոսում են խաղաղության մասին, խոսում են ստորագրված թղթերի մասին, խոսում են խաղաղություն, ստորագրում են կեսով դեկլարացիաներով, օղակի ստորագրություններով նման խնդիրներ չեն լուծում։ Եթե դու ուզում ես Հայաստանը ձեր բլոկադայից դուրս գա, դու պետք է պատրաստես նախագիծ։ Եվ մնացած կողմերը դա հետաքրքրված չեն։ Դες խաչմերուկ նախագիծ են պատրաստել։ Նախագիծը խաչմերուկ այդ նախագիծ չէ, ուղղակի լոզունգ է։ Խոսել նախագծի մասին մենք իրավունք չունենք։ Հայաստանը պատերազմում պարտված երկիր է։ Խաղաղության մասին, նախաձեռնությունների մասին խոսում են հաղթած կողմերը։ Դու ստիպված ես կատարել այն պարտադրանքները, որը ստանում ես հաղթած կողմից, ոնց եղել է 3 գումարած եկ։ Երեքի հետ։ Հիմա ունես ուրիշ մոտեցում, 2 գումարած 2 ֆորմատը, Միացյալ Նահանգներ, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, օգտագործի ավելի լավ պայմաններ է։ Վատն են կարող է իհարկե, քան կարող է լինել, բայց 3 գումարած 3-ից ավելի լավն են։ Բայց այն հնարավորությունները, որը դու այսօր կարող ես ստանաս, դու պիտի ձևավորես որպես նախագիծ, որպես ճանապարհային քարտեզ, ոնց ես գնալու։ Այսինքն մենք ժամանակ ենք կորցնում եւ իհարկե խոսակցությունների վրա ժամանակ ես կորցնում։ Անընդհատ հաղթել եք, հաղթանակ է, հասել է ժողովուրդ, գնացեք ռեստորացիաներ։ Բայց Ադրբեջանը թույլ չի տալիս, որ մենք երկար մնանք այդպիսի Ադրբեջանը մնում է իրականության մեջ։ Ժամանակ առ ժամանակ, այո։ Ժամանակ առ ժամանակ չէ, Ադրբեջանը անընդհատ խոսում է ռազմական տրամաբանության Այո, հիշեցնում եմ։ Ադրբեջանը շարունակում է պատերազմը, ոչ թե լայնածավալ ռազմական գործողությունների ձևով ավանդական ռազմական տիրույթում, բայց հիբրիդային պատերազմի մեթոդներով մնացած տիրույթներում հոգեբանական, տեղեկատվական։ Տեսեք ինչ վիճակում է հայկական հասարակությունը այսօր։ Իլհամ Ալիևի մի խոսքը հայկական հասարակությունը բարձրացնում է օդը։ Այդքան ազդելի, այդքան նուրբ է դարձել, ցավալի է դարձել քո հասարակությունը։ Ես զբաղվում եմ վաղուց այդ հարցերով, ներեցեք հոգեբանական պատերազմի, տեղեկատվական պատերազմով նաև։ Դա շատ վատ սիմպտոմ է։ Դա նշանակում է քո հասարակությունը շատ խոցելի է եւ խոցում է այսօր։ Եթե դու առողջ հասարակություն ես, դու չի կարող իրավունք չունես նման ձևով այդքան էմոցիոնալ ազ խոսքերի ինչ որ ուրիշ երկրի ղեկավարի խոսքերի վրա այդքան վրթովորվել։ Նշանակություն չի ինչ ասել, բայց դու այդպես ես վարվում։ Դա նշանակում է դու ունես լուրջ խնդիրներ հասարակության մեջ։ Եվ այդ խնդիրները արհեստական են, ոչ թե արհեստական է, դա վիճակը հոգեբանական, տեղական պատերազմի ագրեսիա հետևանքն է։ Հոգեբանական անվտանգությունը այդպիսի գաղափար կա։ Չէ, ցավոք սրտի, այդ գաղափարը ձևավորվել է Համապարփակ Պաշտպանության եւ անվտանգության համակարգի կառուցման շուրջ, Համապարփակ Պաշտպանության համակարգի մեջ հոգեբանական եւ սոցիալական անվտանգությունը հիմնական սյուներից մեկն է 9
Սյունկա, ասենք Ֆինլանդիայի մեզ մոտ էլ որ կառուցել եք հիմնականում հիմնություններից մեկն է։ Հիմնակարը որն է անվտանգության հոգեբանական, ինչ պետք է արվի, որ չի արվում։ Իմաստ չկա գայնադրամասի։ Իշխանությունը պետք է պատասխանի, հասարակությունը սպասում է ինչ կպատասխանի իշխանությունը։ Իշխանությունը կարծես թե չի պատասխանում։ Խուսափողական պատասխաններ է տալիս։ Շատ դաժան բան եմ ասելու Գայեն հիմա, ցավոք սրտի այսօր Հայաստանում չկա պետական հաստատություններ, որոնք զբաղված են հոգեբանական, տեղեկատվական պատերազմով։ Մենք չունենք այդ հաստատությունները։ Ոչ ռազմական Վստահ եք ասում, որ չունենք, վստահ եք, որ չունենք։ Ես շատ ուրախ եմ, որ վերջի մի տարվա ընթացքում ձևավորվել է մի քանի փոքր փուղ, մի փոքր խումբ, աշխատանքային խումբ, որը փորձում է հասկանալ, ձևավորի ոնց կարող է լինի Հայաստանի հոգեբանական պատերազմների հայեցակարգը, ռազմավարությունը, մի խումբ, որը աշխատում է նաև մեր ռազմական ուժերի հետ, չեմ ուզում բացել։ Պետք չի։ Այդ ամեն ինչ անվում է, բայց մի տարի այդ աշխատանքները սկսել են դեռ։ Մենք մոտորապես ներեցեք, ես աշխատում իրանց հետ, պատկերացնում ենք ոնց կարող է այդ գործակալությունը աշխատի, ինչ կառույց պիտի ունենա, ինչ ֆունկցիաներ պիտի ունենա, ինչ պիտի իրականացվի Հայաստանում պետության ներքո, որ մենք կարողանանք մտնել հոգեբանական պատերազմների մեջ, ունենալով են հաստատությունը այն ուժերը զինվորական, ոչ թե միայն զինվորական ուժերը, բայց հասարակության կողմից, որը դիմադրում են նման ագրեսիայի։ Ոնց պիտի անի, մոտորապես արդեն հասկանալի է, բայց այդ ամեն ինչ անում է հասարակության կողմից, նորից ոնց համապարփակ է եղել, ոնց պիտի անվի, ինչ պիտի անվի, ահրելի մեծ աշխատանք կա, որը մենք 20 տարով առնվազն կորցրել եք ժամանակ դա սկսելու համար։ Պարոն Արզումանյան, ես ճիշտ եմ հասկանում, այո, խնդիրը կա, բայց խնդիրը փորձում է լուծել ինքը հասարակությունը։ Այսօր հասարակությունը բաց է, այդ նյարդի վրա անընդհատ այն կողմից գրգռիչներ են ուղարկվում։ Գրգռիչը հարվածներ է, գրգռիչ չէ, հայրվածներ են, այդ ռազմական հարվածներ։ Եվ պաշտպանական շերտը չկա, պաշտպանական շերտը հենց ինքը հասարակությունն է փորձում։ Պաշտպանական շերտը ձևավորված կազմակերպված չկա, ռազմական ուժերում Փառք Աստծո ձևավորել է հասկացողություն, հասկանում եմ, որ դա պետք է, եւ մեծ նվաճում է ինձ համար, որ մեր ռազմական ուժերում արդեն հասկանում են, որ դա պետք է անել, եւ հասկանում, որ դա պիտի անենք երևի, բայց որպես իշխանություն, որպես պետական ավելի մեծ լայն մասնակցի վրա այդ խնդրը լուծել, այդ հարցերը դեռ պիտի հասկանվա, անց են կացվում միջազգային կոնֆերանսներ, վերջի ժամանակները նորից անց են կացրել Եվրոպայի հետ, ասենք եւ այլը, չեմ ուզում բացատրեմ, աշխատանք սկսվել է, բայց պետական մակարդակի վրա, իշխանության մակարդակի վրա այդ հարցերը դեռ չեն հասկացվել։ Ոնց պիտի անի, որտեղ նման գործակալությունը ի սկզբանե պետք է հասկանալ չի կարող լինի միայն ռազմական, հոգեբանական այդ հասարակության, ողջ հասարակության խնդիրները, այդ խնդրը դու չես կարող միայն ռազմական ոլորտում լուծես։ Խնդրը պետք է դնվի եւ լուծի ողջ Հայաստանի հասարակության համար, եւ լուծումները, որը մենք փորձում ենք ձևավորել, այդ ուղղությամբ են գայանե, բայց այդ ամեն ինչը անվում է առանց, ոնց ասեմ, համագործակցության, երևի այդ խոսքը օգտագործեմ պետության եւ իշխանության հետ։ Հույս ունեմ, որ 2026 թվականին մենք կարողանանք այդ հայեցակարգը պատրաստել, որտեղ աշխատանքը շատ մեծ է, դա կլինի առաջի հայեցակարգը, դա կլինի առաջի ռազմավարությունը, ոնց Հայաստանը պիտի վարի կոգնիտիվ, տեղեկատվական եւ հոգեբանական պատերազմները, այն խոսույթների, նարատիվների պատերազմը, որը մենք տեսնում ենք Արևմտյան Ադրբեջան, հայ հայկական եկեղեցու վրա հարձակումը եւ այլ, ինձ համար շատ ցավալի է, որտեղ ես տեսնում եմ ոնց է դա անվում, ինչ մեթոդներով անում, կարելի ասել կլասիկ մեթոդներով հարձակում անգնում Հայաստանի դեմ։ Իսկ Հայաստանի կողմից չկա կազմակերպված ուժ, պետական ուժ, որը դիմադրում է այդ հարձակումներին։ Բայց եթե դուք եկեղեցու թեման էլ այս շարքի մեջ թվարկեցիք, այստեղ մենք տեսնում ենք իշխանության կողմից ակտիվությունը, ճիշտ է, այսինքն իշխանությունը ինքն է ներքաշված այդ հարվածներ հասցնելու մեջ։ Հայկական իշխանությունները լուծելով իշխանության պահելու խնդիր եւ հարձակվելով հայ առաքելական եկեղեցու վրա դարձնում են գործիք ուժային կենտրոնների, թշնամական ուժային կենտրոնների ձեռքում Հայաստանի պետականության եկեղեցու դեմ։
շահերը համընկեն, իսկ դա շատ ցավալի է։ Ես չեմ ուզում, որ իմ իշխանությունները մասնակցեն ման աշխատանքներում, բայց դա բավականին շատ պարզ, եթե դուք զբաղվում եք այդ հարցերով, ոնց է դա անվում, շատ պարզ երևում է։ Նորից կկրկնեմ, կարելի ասել դա կլասիկ մեթոդներ են, ոնց է վարվում կոգնիտիվ պատերազմը։ Այստեղ հարց ինչու հիմա, այսինքն ինչու է իշխանությունը հիմա այս հարցերը։ 2026 թվականի ընտրությունների հետ կապված եմ կարծիքով։ Դուք նշեցիք, ասեք, կարծում եք, որ այսպես ենթադրեցիք, եթե ես ճիշտ հասկացա, որ իշխանությունները դեռ չեն հասկանում այդ պաշտպանական շերտի կարևորությունը։ Իմ հարցն էր, եթե ես ճիշտ հասկացա, դուք ասիք չեն հասկանում դեռևս, երկրորդը, իսկ գուցե հասկանում են, բայց վախենում են դիմակայել, որպեսզի տեսեք, գիտեք ինչի նման է, ասենց օրինակ վերեմ, դուռը ասում է, արի կողպեկով չփակենք, որովհետև եթե ես կողպեկով դուռը փակեմ, հարևանը կկարծի, որ ես իրան կասկածում եմ, որ ինքը գող է, դրա համար եկեք ես չփակեմ, որպեսզի հարևանը հանգարց չմտածի, որ ես նույնը բանակը ուժեղացնելու հարցի մեջ։ Չի հասկանում, թե չի ուզում վախենալով։ Ես չեմ կարող ասել, որտեղ իշխանությանը այդ շփման մեջ չեմ, ես վաղուց չեմ շփվում, ինձ համար դժվար է ասել իրանց տրամաբանությունը ոնց են իրանք աշխատում։ Ես գիտեմ, որ ռազմական ուժերում կա հասկացողություն, որ իրանք հասկանում են ինչ է կատարում եւ պատրաստ են ինչքանից հասկանում են օգնել այդ process-ները սկսել։ Ոնց է մտածում իշխանությունը, ես չեմ ուզում ենթադրությունների մեջ մտնել, որտեղ այդ պատճառաբանությունները, որ դուք ասել եք, դա լուրջ չի։ Որտեղ բոլորը տարածաշրջանում շարունակում է պատերազմը։ Մեր տարածաշրջանում բոլորը Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Ռուսաստանը չեմ, բոլորը պատերազմի մեջ է, բոլորը պատերազմի։ Հայաստանը պատերազմի մեջ է, մենք էլ պատերազմի մեջ է, իհարկե մենք ունենք հրադադար ընդամենը։ Հրադադար ունենք, մենք չունենք խաղաղություն։ Եվ այդ վիճակում խոսել, որ թշնամիդ քո, որը քեզ համար գոյաբանական սպառնալիքներ է ռազմական ներկայացնում, վատ կհասկանա քո քայլերը, դա լուրջ չի։ Բայց թշնամին արդեն յուրաքանչյուրի տուն է մտնում իր այդ խոսույթներով։ Այդ խոսույթներով մտնում է, այդ վիճակում խոսել, բայց կարող է իրան վիրավորվեք, դա լուրջ մոտեցում չի։ Ինքը քեզ վրա արդեն հարձակվում է։ Ապա ինչու։ Ես ինչու հարցին էի փորձում տարբերակներ առաջարկել։ Ես պատասխան չունեմ։ Ինչու։ Ես կամ պիտի ասեմ, որ հայկական իշխանությունները տանում են հակահայկական քաղաքականություն եւ զիջումների ճանապարհով զիջում են, կամ պիտի ասեմ, որ չգիտեմ ինչ է կատարվում, որտեղ նման վարքով հասկանում եք, եթե դուք գործ ունեք ավտորիտար առաջնորդի եւ պետության հետ, քո զիջումը ոչ թե կանգնեցնում է լարվածությունը, բայց ավելի է մեծացնում։ Գայան։ Այդ ավտորիտար առաջնորդի հոգեբանությունն է։ Եթե դու զիջում ես, ինձ համար դա նշան է, որ կարելի է ավելի բարձրացնել ստավկաները, կարելի է շարունակել հարձակումը։ Եթե ուզում ես կանգնեցնել ավտորիտար առաջնորդի երկրին, դու պիտի դիմադրես, դու պիտի ցույց տաս, որ դու էլ քայլ համակ չես անելու, որ դու դիմադրելու ես։ Այդ ժամանակ դու ստանում ես հնարավորություն մտնել փոխգործակցություն եւ կանգնեցնել թշնամու ագրեսիան։ Եթե դու միշտ հանձնում ես, միշտ նահանջում ես, դա ոչ թե կանգնեցնում է պատերազմը, բայց ավելի է մեծացնում եւ ախորժակներն է բարձրացնում։ Դա այնքան պարզ է եւ հազարամյակներում ստուգված է եւ չեմ ուզում հայկական իշխանությունները նորից փորձեն ստուգեն այն աքսիոմաները, որը հասարակ մարդկությունը ձևավորել է հազարամյակների ընթացքում։ Պետք չէ ստուգել Իլհամ Ալիևը կկանգնի կամ չի կանգնի։ Եթե դու նահանջում ես, Իլհամ Ալիևը առաջ է գալու։ Հանձնեցի Արցախը, հիմա Սևանը կդառնա Գյոքչայ, Հայաստանը կդառնա Արևմտյան Ադրբեջան, եթե զիջես։ Թույլին, հանձնվողին, բոլորն են չեն հարգում, բայց ավտորիտար երկրները ուտում են։ Մենք թույլի տեսք ենք, մենք 2023 թվականից հետո, 2023 թվականի երկրորդ Արցախյան արշավից հետո մենք թույլ ենք, մենք պարտվել ենք։ Մենք ազգային աղետի մեջ ենք։ Արցախը կորցնելուց հետո հոգեբանական մնացած բոլոր ոլորտներում, որտեղ Արցախը եղել է այն գործոնը, այն երազը, որի շուրջ հայությունը միավորվել է 88 թվականին, դու դա հիշում եք։ Ամեն ինչ կորտված է, ջարդված է։ Իմ հասարակությունը, իմ ազգը ջարդված վիճակում է։ Ադրբեջանն էլ էր կորցրել, բայց ինքը կարողացավ ինքը 30 տարի պատրաստվում է վերակազմավորվել։ Այո։ Մեզ մոտ ինչ process է հիմա գնում։ Դու պիտի վերակազմես, դու պիտի կանգնես, հասկանաս, դասեր քաղես, ինչու ես պարտվել։ Դու պարտվել ես, որովհետև ընտրել ես հետսովետական Հայաստանի լուծումները։
Սովետական միությունը եղել ավտորիտար երկիր, մենք հետ սովետական Հայաստանը կառուցել ենք ավտորիտար ֆրեյմվորքի մեջ, ավտորիտար է կառուցել։ Հայ սովետական Հայաստանը, օլիգարխիկ Հայաստանը չէր կարող դիմադրել օլիգարխիկ եւ ավտորիտար Ադրբեջանին, որ ուներ գումարներ եւ իր համար դա բնական լուծումներ է։ Հայկական ազգի համար դա բնական լուծում չի։ Դրա համար մենք կառուցել ենք այս Հայաստանը, հետ սովետական Հայաստանը գնում ենք պարտության 30 տարվա ընթացքում։ Դա միայն Նիկոլ Փաշինյանի պարտությունը չի։ Դա սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի 94 թվականից ստորագրված հրադադարից սկսած քայլ մենք գնում ենք դեպի պարտություն։ Նույն տրամաբանության մեջ է նույն տրամաբանության, դա նույն տրամաբանությունն է, նույն հետ սովետական իշխող վերնախավն է։ Այսինքն ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, հիմա Փաշինյանը։ Ինձ համար դրանք բոլոր հետ սովետական Հայաստանի իշխող վերնախավն են, որը իշխել են, կառուցել են Հայաստանը նույն տրամաբանության մեջ, նույն ֆունկցիաների մեջ, նույն սահմանադրական լուծումների մեջ, որ այդ տարբերություն չկա, եւ մենք որպես ազգ կանգնած ենք լուրջ հարցի շուրջ, ոնց է դուրս գալիս այդ հետ սովետական Հայաստանի լուծումներից, ոնց է կարծարարում այդ շրջադարձ եւ սկսում կառուցել ուրիշ Հայաստան, ինչ ալտերնատիվաներ կան։ Ներսից պետք է սկսվի դա, թե վերնախավը պետք է մի օր արթնանա, ասի չէ, ես այսպես այլևս չեմ ուզում, ես ուզում եմ այլ ձևով։ Երկու ճանապարհն է համաշխարհային փորձ ունի այստեղ։ Հա, իհարկե ունի երկու ճանապարհն է համաշխարհային փորձ ցույց է տալիս, որ կան իշխանական հեղափոխական փոփոխություններ վերևից ձևավորված եւ կան հեղափոխական մոտումներ, լուծումներ, որը հասարակությունն է անում, երբ ձևավորում է իրար տեղի ունենում հեղափոխություն։ Երկու ճանապարհներ կան, բայց առաջի ճանապարհը եթե վերևից լուծում, դա պետք է ունենաս քո վերնախավի մեջ ինչ որ մի հատված, որը հասկանում եմ այսպես չի կարելի շարունակել եւ ձևավորում է այդ լուծումները եւ վերցնելով իշխանությունը սկսում է այդ լուծումները կատարել։ Սա հենց այն տեղն է, այն կետն է, որի մասին մենք խոսում ենք, եթե հասարակությունը պարակտված է, այն չի կարող համախմբվել եւ մի թիրախի խփել, որպեսի լուծում գտնվի, այսինքն մեզ հիմա խանգարում է հասարակության այդ պարակտվածություն, լավ, այնուամենայնիվ ես այս բառը օգտագործեմ, ինչ որ տեսնում եմ, բայց արդյոք պարակտված է հասարակությունը, թե հուսա խապված է պարզապես։ Չէ, հասարակությունը պարակտված է եւ պարակտված է պատերազմի հետևանքով եւ հիբրիդային պատերազմի շարունակության եւ շարունակվում է պարակտվել։ Պարակտվել եւ իշխանության կողմից եւ ուժային կողմից։ Հիմա այս իրավիճակում մենք ունենք պարակտված հասարակություն եւ պարակտված հասարակությունը իհարկե չի կարող նման ուժ ձևավորի։ Դու պետք է հավաքես, դու պետք է կազմակերպված հասարակություն, բայց դաժե կազմակերպված հասարակությունը դա հերիք չէ խնդրի լուծման համար։ Եթե դու գնում ես հեղափոխության, իսկական հեղափոխության, մենք ունենք վերնախավ, դու պետք է թեորիան է խոսում, դու պետք է ձևավորես կոնտր վերնախավ։ Հասարակության մեջ պետք է ձևավորվի այն վերնախավը հասարակության մեջ, որը խնդիրները դնում է եւ վերնախավն է վերցնում իշխանությունը, վերնախավն է սկսում այդ փոփոխությունը, կազմակերպված հասարակությունը ստեղծում է միջավայր, կազմում է այն տեղը, որտեղ դու այդ process-ները սկսում ես, բայց հասարակությունը առնած ձևավորված վերնախավի նշանակություն չունի, դա կլինի ազգային ազատագրման շարժում, դա կլինի կուսակցության ձևով, դա կլինի ինչ որ ժողովրդի ինչ որ մասի կազմակերպած նշանակություն չունի ձևը, բայց պիտի ձևավորվի նոր վերնախավ, բայց նոր վերնախավը ձևավորում է նոր գաղափարների, նոր տեսլականների շուրջ, ինչ Հայաստան է կառուցում 21 դարում, 300-րդ հազարամյակում, հետսովետականը անցել եք, հետսովետականը ժամանակ, բայց ինչ է կառուցում, արդյոք կառուցում եք, թե հրաժարվում եք պետականությունից, ասում եք դա մեզ պետք չի, դու պետք է խնդիրների պատասխան տաս եւ այդ պատասխանը տալիս է կազմակերպված վերնախավը, կոնտր վերնախավը, որը ձևավորել է այդ խնդիրը գալիս է իշխանության, վերցնում է իշխանությունը, հեռացնում է հետսովետական վերնախավը եւ սկսում է կառուցել ուրիշ Հայաստան։ Կամ այդ ճանապարհն է, կամ այսօրվա իշխող վերնախավում ձևավորում է մի խումբ, որը հասկանում է, որ այսպես չի կարելի շարունակել, վերջում ամեն ինչ պայթում է
Եվ մենք կորցնում ենք Հայաստանը, մենք կորցնում ենք մեր ազդեցությունը, կորցնում ենք մեր շահերը եւ այլը, հասկանում եմ, որ այսպես չի կարելի շարունակել եւ ինքն ալուծում այդ խնդիրները վերնախավի ներքո առանց այդ բարդ ավելի բարդ ճանապարհի, որի մասին խոսում ենք։ Ես պատմեցի ավանդական հեղափոխության ճանապարհը, դուք եք ինձ նման հիշում եք սովետական ժամանակները, պրոլետարիատը ԿՊՍ-ը կոմունիստական կուսակցությունը որպես կազմակերպիչ ուժ, որը վերցնում է իշխանությունը, հա, բոլոր հեղափոխությունները անցնում են այդ ճանապարհով։ Բայց վատը այն է, որ մենք այնքան ժամանակ է կորցրել, որ կանգնած եք համակարգային փոփոխությունների, հեղափոխական փոփոխությունների անհրաժեշտության առջև, եւ դու պիտի ընտրես կամ առաջի ճանապարհը կամ երկրորդ ճանապարհը։ Իսկ գուցե գաղափարը չկա։ Գաղափարը եթե չի ծնվում, եթե 3 միլիոն հայ եւ 10 միլիոն հայ համաշխարհային չեն կարողանում ծնել գաղափար, ոնց պիտի լինի Հայաստանը 21 դարում, ներեցեք, այդ նշանակում է մենք որպես ազգ իրավունք չունենք ունենալ պետություն։ Մենք արձանագրում ենք, որ Բայց գաղափար այս համար դա վիրավորական է, որտեղ մենք ունենք վիրավորականը մեկ այլ հարց է։ Մենք արձանագրում ենք, որ չունենք գաղափար, թե կա գաղափար իրականացնողը չկա։ Ես չեմ կարող խոսել Հեղինակությունը չկա։ Հեղինակությունը չկա եւ չկա վստահությունը գայանի։ Այս հոգեբանական պատերազմի հետագանքներով, որ պարակտված հասարակությունից, որտեղ ոչ մեկը իրար չի վստահում։ Ինչ կարելի անել, ինչպես հաղթահարել այդ։ Ես փորձում եմ աշխատել որպես անձնավորություն եմ խոսում, գիտնական եմ խոսում, ես փորձում եմ հասարակության հետ աշխատել, ես փորձում եմ հասարակության հետ աշխատելով բարձրացնել իրենց հնարավորությունը եւ խոսում ենք ինքնակազմակերպման անհրաժեշտության մասին։ Հայաստանի հասարակության որևէ հատվածներ ինքնակազմակերպական ճանապարհով գնում են, երևի դուք կարող եք կազմակերպել հարցազրույց եւ խոսել դա ոնց է տեղի ունենում, ասենք ռազմամարզական կազմակերպությունների հետ, որոնք այդ ճանապարհով մենք 5 տարի փորձում ենք այդ ճանապարհով գնալ, ասենք ռազմամարզական կազմակերպությունից 5 տարվա ընթացքում արդեն կարողացել են ձևավորել միավորում, ինքնակազմակերպվել, իրանք ունեն տեսլականը ոնց են տեսնում Հայաստանը, ոնց են տեսնում իրանց տեղը եւ դերը Հայաստանում։ Նման ձևով պիտի մնացածները աշխատեն գայանը։ Մնացած հատվածները, տնտեսատները, advokatները, ժուրնալիստները, որպես ժուրնալիստներ հավաքվեք եւ ինքնակազմակերպվեք, այդ հարցը դրեք, ոնց եք դուք տեսնում Հայաստանը։ Եվ հետո այդ փոխգործակցության, այդ շփումների մեջ կծնվի այդ գաղափարը, որովհետև գաղափարը թեորետիկ բան չի, որ դու թղթի վրա գրում ես 1 անց կամ 10 անց, այդ պիտի անցնես այդ ճանապարհը, բայց գաղափարը պիտի լինի ողջ, պիտի ապրող լինի, պիտի հասարակության մաս լինի, դա պիտի ծնվի հասարակությունից, դա պիտի լինի իր համար բնական եւ օրգանիկ։ Դա արհեստական գրելով չի ստացվում գայանել։ Եվ եթե Երևանը որպես Հայաստանի մայրաքաղաք չի կարող այդ process-ները ձևավորի, հարցեր են առաջանում, արդյոք Երևանը կատարում է իր մայրաքաղաքական ֆունկցիաները։ Որտեղ այդ խնդիրները ծնվում են, լուծվում են Երևանում, ոչ թե մարզերում, ոչ թե Սփյուռքում։ Ինչու Դա մայրաքաղաքի ֆունկցիաներն են ձևավորել պետություն, ձևավորել վերնախավ։ Այդպես են ուրիշ երկրները, ուրիշ ժողովուրդները եւ Հայաստանը պետք չի բացառել։ Այդ Երևանի ֆունկցիաներն են, որը պիտի անի Երևանը։ Ես երևի լավ չեմ հասկանում, ինչ է նշանակում Երևանի ֆունկցիաները։ Եթե մարդը Իջևանից գալիս է ապրում է Երևանում, նա դառնում է Երևանի եւ հեղափոխություն է անում, թեկուզ Թավշյա հեղափոխություն է անում, ստացվում է, որ դա Երևանն է։ Դա Երևանն է, եկել է Երևան։ Դա Երևանն է։ Երևանն է, Գյումրի է եկել, Գյումրիից եկել է երկրորդ քաղաքից, եկել է առաջի քաղաք եւ այստեղ է հեղափոխությունը, իշխանափոխությունը, երկրի գաղափարները կարող է գան Սյունիքից, կարող է գան Տավուշից, կարող է գան Սփյուռքից, բայց ձևավորում են եւ մարմնավորվում են մայրաքաղաքում։ Մայրաքաղաքը հետավելի մեծ լայն ֆունկցիաներ է, ոչ թե միայն բիզնես է, ոչ թե միայն ապրելու տեղ է, ոչ թե միայն սպասարկումներ է եւ արտադրություն է, բայց դա պետական եւ ազգային գործառույթներն են, ֆունկցիաներն են, որ իրանց դարձնում են մայրաքաղաք։ Ինչով է ասեք Նյու Յորքը Վաշինգտոնից տարբերվում կամ Շանհայը տարբերվում Պեկինից։ Դու պիտի հասկանաս, դու որպես Երևան մայրաքաղաք արդյոք քո ֆունկցիաները պատրաստվում ես կատարել։ Դու միայն բիզնեսով ես զբաղվելու։ Եթե Երևանը պատրաստվում է զբաղվել բիզնեսով, մենք պիտի հարց դնենք, որտեղ է կառուցում հաջորդ հայկական մայրաքաղաքը, բայց մենք ան փոքր եք հիմա 21 դարում։ Որ ճիշտ ասած, ես չեմ պատկերացնում ուրիշ մայրաքաղաք որտեղ կարելի է կառուցել։ Մենք մայրաքաղաքները կառուցելով տենց 20 մայրաքաղաք փոքրանով Հայաստանով հասել եք այս փչոր Հայաստանի մեջ։ Նման Հայաստանը, Երևանը իմ կարծիքով ներեցեք, բայց պարտավոր է կատարել այդ ֆունկցիաները։ Պարոն Արզումանյան, ժամանակը մենք շատ ժամանակ կորցրել ենք։ Հա։ Բայց դեռ ամբողջ ժամանակը չենք կորցրել։ Հույս ունեմ։ Ունենք ժամանակ։
Ժամանակը ես ունեմ մի քիչ դաժան պատասխան այսօր կարող եմ ասել որ հայկական ժամանակը հայկական ազգի եւ Հայաստանի կողմից չի վերահսկում մենք չենք որոշում երբ հասկսելու պատերազմ ոնց հասկսելու պատերազմ ինչքան երկար ալնելու խաղաղություն Բայց մենք կարող ենք ինքներս տնօրինել այն ժամանակը որը այսօր մեր ձեռքին կա Մենք կարող ենք տնօրինել այսօրվա ժամանակը որը ունենք Մենք այդ ճոխությունը մտածել երկարաժամկետ չունենք խաղաղության խաչմերուկ եւ այլ 5 տարի 10 տարի մենք չեք վերահսկում քո ժամանակը Բայց մենք կորցնում ենք այս ժամանակը Կորցնում ես այո ամեն օր երբ դու չես աշխատում այսօր այս ժամանակը հայկական չես օգտագործում դու կորցնում ես իհարկե Իսկ թշնամին ամեն օրը օգտագործում է Թշնամին ունի օգտագործում է եւ թշնամին ունի բարձ հստակ մեծ ռազմավարություն grand strategy որը ինքը իրականացնում է Եվ Ադրբեջանի մեջքին կանգնած են կայսրական ու ռազմական ուժային կենտրոններ Ռուսաստանը, Թուրքիան, որոնք ունեն դարավոր փորձ, կայսրություններ են ավանդական, նման աշխատանքներ իրանց մոտ ձևավորված են։ Հայաստանն է վերածնվել Հայաստանն է ընդամենը 30 տարի մենք չունենք այդ փորձը եւ ոչ մեկը մեզ չի օգնել այդ հարցերում։ Նրանք ունեն ծրագիր, որը գործում են։ Մենք չունենք ծրագիր, փաստացի։ Մենք ազգային ծրագիր ոնց ենք մենք տեսնում Հայաստանը 21 դարում 3-րդ հազարամյակում չունենք։ Եղել են նախաձեռնություններ, կարող եմ հիմա Ռուբեն Վարդանյանին հիշեմ, որը հիմա Բաքվում է, Հայաստան 2040 թվականի ծրագրերը, ասենք փորձում էին սկսել ձևավորել մանխնդիրներ, բայց հետո ամեն ինչ շեղվեց եւ ցավոք սրտի կանգնեց այդ process-ները։ Մենք անգամ չունենք ծրագիր ինչպես դիմակայել, դուք ասում եք ծրագիր, այո, ինչպեսին պետք է լինի Հայաստանը, բայց մենք այս պահին պետք է ունենանք ծրագիր ինչպես դիմակայել այդ ամեն ինչին, ինչի մասին ենք խոսում։ Շատ դժվար է ստացվում։ Ժամանակը կորցրել ես դու զուգահեռ երկու process պիտի տանես։ Ձևավորում ես քո ապագան, ոնց ես տեսնում, եւ անում ես աշխատանք, որ այսօր պիտի անես, որ կարողանաս ունենաս այդ ապագայի հնարավորություն։ Գնացք ընթանում է դու ընթացքում պետք է գնացվում, զուգահեռ անում ես երկու աշխատանք։ Եվ ձևավորում ես եւ սկսում ես իրականացնել լուծելով այսօրվա խնդիրները։ Եվ եթե չես վերակառուցում ընթացքում գնացքը, ամասերը թափվելու են։ Թափվել են, որ գնաց չի, գնացքը վատը մետաֆորա է, որտեղ գնացքը մեխանիկայ է, դա օրգանիկ է, դա կյանք է, գայանը։ Այդ զարգացող իրականություն է։ Հայաստանը դա մեքենա։ Պատկերավոր ներկայացնենք։ Պատկերացում Հայաստանը զարգանում է, դուրս է ծնվել է 1988 թվականի հետ սովետական Հայաստանը ծնվել է, մենք ստացել ենք անկախություն եւ պիտի զարգանանք։ Եվ զարգանալու պիտի անցնենք փոփուլերով եւ կամ հզորանանք, մեծանանք, կամ չդիմանալով ճնշմանը փոքրանանք եւ կորչենք։ Դարերի վեր մենք այդ խնդիրները ունեցել ենք, բայց ինչ որ իմունիտետ ենք ունեցել միշտ, որը մեզ դուրս է բերել այդ չեմ ուզում կործանում բառը օգտագործեմ։ Ծայրահեղ վատ վիճակից։ Մենք ունենք արելի մեծ հայեր, ես երբ ինչքան մեծանում եմ հասակով, ինչքան մեծանում հասկանում եմ Երևանցիները, ինչ մեծ դեմքեր են եղել Մեսրոպ Մաշտոցը, Դավիթ Անհախտը, Շնորհալի Նարեկացի։ Բայց իրենք պարզապես մարդ են եղել, իրենք չգիտեին, որ տենց ծնվել են մեծ մարդ, իրենք դարձել են մեծ մարդ։ Իրաց անձնական հարցն է, նայում որպես հայ։ Ինչքան մեծ ահրելի։ Ուզում ասեմ այսօր էլ գուցե կան այդ մեծ մարդիկ։ Դիտկատ պիտի դուրս պիտի կան, բայց իրանք ինքան մեծ էին, որ կարողացել են Հայաստանի հայ ազգի զարգացումը հազարամյակների մեջ դնել։ Կառուցել են կառույցները, հաստատությունները հայ առաքելական եկեղեցին, որը 1800 տարի պահում է մեզ որպես շրջանակ, մեզ տալիս է հնարավորություն կայունությունը չկորցնել։ Կայսրությունները ծնվել են, կորչել են, մենք կանք այդ հզորության, այդ հայերի շնորհիվ։ Եվ հիմա մենք կանգնած ենք նույն խնդրի առջև, պիտի ծնվեն, ձևավորվեն Հայաստանում, Սփյուռքում, մենք որտեղ գլոբալ ենք, այն անձնավորությունները, որը պիտի պատասխան տան, ոնց ենք մենք տեսնում Հայաստանը 3-րդ հազարամյակում, 3001 թվականին։ Ոչ թե միայն այսօր խաղաղության ռեստորացիայի մեջ, բայց այսօր դիմադրելով, կառուցելով Հայաստանի դիմակայունությունը, դիմադրության հնարավորությունը, ռազմական պատրաստությունը, եւ այլ, լուծելով այդ խնդիրը, զուգահեռ դու պիտի դնես, ոնց ես դու տեսնում Հայաստանը 3001 թվականին, 2500 թվականին, 2100 թվականին գայանը։ Այդ երկու խնդիրները շահկապված են։ Եթե դու չես դնում այդ խնդիրները, դու այսօր Հայաստանը պահել չես կարող։ Եթե այդ խնդիրները չես դնում, այսօր Հայաստանը պահելը դառնում է անիմաստ, ինչի համար։ Այն մեծ ազգը, որը կառուցել է քաղաքակրթություն եւ մտածում է, որ փորը լցնելու համար միայն հրաժարվելով
նախաքրիստոնեական, քրիստոնեական Հայաստանի հայ ազգի այն բոլոր նվաճումներից կտրելով իրանին պատմությունից եւ հայտարարելով, որ Հայաստանի պատմությունը սկսում է 2 տարի առաջ, ինձ նման Հայաստան պետք չէ, ձեզ նման Հայաստան պետք չէ, համոզված եմ։ Դրա համար խնդիրները ավելի բարդ են, բայց եւ հնարավորություններ են ահարելի, որտեղ մենք կարող ենք, եթե մենք հասկանանք ինչ պիտի խնդիրները ներգերճիչ ձևավորի խնդիրները, ես համոզված եմ, որ իմ ազգը շատ շուտ ահարելի անսպասելի տեմպերով մենք կարող սկսել զարգանալ գայել։ Շնորհակալ եմ գովազդային փոքրիկ ընդմիջումից հետո մեկ հարց եւս ունեմ ձեզ, եթե կարելի է։ Գովազդեմ հայտարարում եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիպինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ պարոն Հրաչյա Արզումանյանի հետ ենք զրուցում ազգային անվտանգության եւ ռազմական հարցերով փորձագետ։ Պարոն Արզումանյան, 4-րդ հանրապետություն է հռչակում Նիկոլ Փաշինյանը, գուցե այդ 4-րդ հանրապետությունում են լուծվում այն հարցերը, որոնք մենք այսօր բարձրացրեցինք, եւ հենց Փաշինյանը ճիշտ էլ տեսնում է, թե ինչպես պետք է առաջ գնա Հայաստանը։ 4-րդ հանրապետությունը դա վաղուց հայտարարված օգտագործող հասկացողություն է, ինչքան ես եմ հիշում, 10-15 տարի ես եմ դրա մասին գրել, մնացածներն են խոսել դրա մասին, դա հին գաղափար է, տեղ որևէ նոր բան չկա։ Խաչմերուկը նույն ձևի բավականին հին որոշում ես հիշում եմ 2011 թվականին ես դրա մասին խոսել եմ առաջի միջազգային կոնֆերանսի հայկական քաղաքագետները, որ հավաքվել են եւ
եւ անց են կացել առաջին եւ վերջինը։ Չէ, չեմ կարծում Գայանե, որտեղ այսօրվա իշխանությունների մոտ ամեն ինչը պոպուլիստական եւ դեկլարատիվ է։ Նրանք խոսում են 4-րդ իշխանության մասին, պաշտպանելու 3-րդ հանրապետությունը, 4-րդի մասին խոսում, 3-րդ հանրապետության ոչում, 3-րդ հանրապետության լուծումների մեջ մնալու։ Նիկոլ Փաշինյանը հագել է Սերժ Սարգսյանի կոստյումը, ճակետներով, ընդունել է Հայաստանը ավտորիտար սահմանադրությամբ եւ Նիկոլ Փաշինյանին դա դուրն է եկել։ Իմ կարծիքով այդ խնդիրները կդնեն եւ կլուծեն նոր ուժեր, որը պիտի դեռ ձևավորվեն Հայաստանում, ոչ թե սովետական Հայաստանի 140 կուսակցությունները, որ մենք ունենք, բայց ես հույս ունեմ, որ կձևավորեն նոր քաղաքական ուժեր, նոր շարժումներ, նոր կուսակցություններ, որը կդնեն ման խնդիրները եւ դուրս կգա այդ 3-րդ, 2-րդ, 3-րդ, 4-րդ հանրապետության հաշվարկներից եւ կկառուցենք ձևավորենք Հայաստանը։ Ես կուզենայի, որ իմ երկիրը անուն ունենա Հայաստան կամ Հայք։ Պետությունները, հանրապետությունները հանենք, բայց ես խոսում եմ արդեն իմ տեսլականի մասին։ Հիմնականը ոչ, այսօրվա իշխանությունները պիտի պատրաստվեն զբաղեցնեն իրենց տեղը հայկական պատմության մեջ, իմ կարծիքով։ 26 թվական է գալիս։ 26 թվականում եթե պատմություն իրանք մնան իշխանության, դա նշանակում է, որ հետսովետական Հայաստանը 3-րդ հանրապետությունը շարունակվում է եւ խնդիրը մնում է։ 2026 թվականին, 28 թվականին, 30, 35 նշանակություն չունի։ Դու կանգնած ես այդ մարտահրավերի առջև, որը դու պիտի պատասխան պատրաստես։ Եվ ի վերջո մենք կամ պատասխան կձևավորվենք կամ կզբաղեցնենք մեր տեղը համաշխարհային պատմությունում։ Շնորհակալ եմ, պարոն Արզումանյան։ Շնորհակալություն Գայանե։ Անկեղծ պատասխանի համար, պատասխանների համար, Շնորհակալ եմ ձեզ։ անկեղծության համար, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ էինք զրուցում։ Զրուցու վարում էր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ։